Այս բնակավայրը մեր հնագույն ժառանգության բացառիկ մի հավաքատեղի է։ Այստեղ են գտնվում սկսած վաղ միջնադարից մեզ հասած պատմական ու մշակութային կարևորության ինքնատիպ ու եզակի կոթողներ։ Բաց երկնքի տակ Պեմզաշեն եկեղեցական համալիրն է։ Հայաստանի Շիրակի մարզի մարզկենտրոն Գյումրիից մոտավորապես 30 կիլոմետր հարավ-արևելյան ուղղությամբ է գտնվում Պեմզաշեն գյուղը, որի կենտրոնական հատվածում էլ տեսնում ենք վաղ միջնադարյան եկեղեցական համալիրը իր կիսականգուն եկեղեցիներով։ Հուշարձանը, որ այսօր բացահայտելու ենք, կոչվում է եկեղեցական համալիր Պեմզաշեն։ Պեմզաշենը հիշատակվում է դեռևս միջնադարից որպես ավան, եւ եկեղեցական համալիրը, որ կառուցվել է, թվագրվում է 4-ից 7-րդ դարերով։ Տարբեր կառուցման փուլեր է անցել այս ընթացքում եւ նոր եկեղեցիներ են կառուցվել բազիլիկից մինչեւ եռախորան կենտրոնագմբեթ եկեղեցի եւ սրահ եկեղեցի, որ միասնականություն են դարձել եւ արդեն գոնե թե 100 տարի գիտական հետաքրքրությունների շրջանակներում են։ Այդուհանդերձ շատ քիչ բան գիտենք այս եկեղեցու մասին։ Չունենք եկեղեցիներից որևէ մեկի անունը, թե Օծման ինչպիսի անունով են հիշատակված, չունենք հստակ թվագրություն, թե որ թվականին են կառուցվել եւ ում կողմից։ Բայց այնուհանդերձ պիտի հստակեցնենք մի բան, որ պատմական Շիրակը վաղ միջնադարում 3 նախարարական տոհմերի էր պատկանում՝ Սահարունիներ, Դիմաքսյաններ եւ Կամսարականներ։ Ըստ էության Կամսարականների եւ Դիմաքսյանների այսպես տիրույթն էր այս տարածքը, ավելի շատ դեպի Կամսարականներ, ովքեր եւ ամենայն հավանականությամբ պիտի որ կառուցած լինեն եկեղեցական համալիրը։ Առաջին հիշատակությունները, որ մենք ունենք, Ալիշանի մոտ ենք հանդիպում, ով բավական այսպես հետաքրքիր ձևով ներկայացնում է եկեղեցին, նրա ճարտարապետությունը, ճոխությունը, որոշ նաեւ քանդակների եւ դետալների գեղեցկությունը, համեմատելով դրանք Գայանե եկեղեցուն կամ Հրիփսիմե եկեղեցուն հարիր։ Հաջորդ ուսումնասիրողը, որ անդրադարձել է եկեղեցուն շատ հպանցիկ, Թորոս Թորոմանյանն է, շատ հպանցիկ, որովհետև այն ժամանակ արդեն եկեղեցին բավական աղճատված էր, տարածքը բավական կառուցապատված եւ նոր իրականությունների շրջանում էր։ Որոշակի ուսումնասիրություններ եւ մասնակի պեղումներ եւ վերականգնման աշխատանքներ կատարվել են 1970-ական թվականներին, 76 մինչեւ 80-ական թվականների կեսեր, որի շրջանակներում կառուցվել է հենապատը, որ մենք տեսնում ենք, ինքը եկեղեցին ավելի ցածր է, քան գյուղը, դուրս է բերվել բավական մեծ քանակությամբ հող դեռ այն ժամանակ եկեղեցին կիսով չափ հողի մեջ էր ծածկված եղել։ Ճարտարապետական որոշ մանրամասներ, որոնք նաև համարակալվել են հետագա վերականգնումների համար, սա ընդունված նորմեր են։ Այդուհանդերձ առանձնացվել են նաև, որ մենք ունենք եկեղեցիներին կից արևմուտքից դահլիճներ սյունազարդ, որոնց նաև հետքերը պահպանվել են սալահատակները եւ այլն, եւ այսքանը։ Եվ ահա 1970-ական թվականների ամրակայման վերականգնման, տարածքի բարեկարգումից հետո նաև 80-ականների երկրաշարժից որոշակի եկեղեցական համալիրը տուժել է։ Դրան գումարած այսքան տարիների ընթացքում հազարամյակի շրջանակներում չանված եւ կուտակված մարդկային գործունեության մնացորդները եւ այլն այլ իրավիճակի էին բերել։ 1970-ական թվականներին բարեկարգումների ժամանակ քանդվել եւ տարածքից հեռացվել են մի քանի ավելի ուշ 19-րդ դարի կեսերին վերաբերող սյունազարդ սենյակներ, պահեստարան քարից կառուցված, որոնք նստած են եղել հենց հուշարձանի վրա եւ սա հնարավորություն է տվել ավելի այսպես տարածքը հասկանալ, թե ինչ հուշարձանների հետ գործ ունենք։ Այդուհանդերձ 2025 թվականին Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության համապատասխան վերականգնման նախապատրաստելու համար հուշարձանին իրականացվեցին հողի հեռացման, հնարավոր հնագիտական շերտերի եւ ճարտարապետական բեկորների հայտնաբերման նպատակով իրականացվեցին պեղումներ, որոնք արդեն ավարտին են մոտենում եւ որի արդյունքում մենք կարող ենք փաստել մի քանի հարց։ Առաջինը, որ եկեղեցական համալիրը ունեցել է ամենայն հավանականությամբ շատ կարճատև գոյություն իր բուն նպատակով, դա վաղ միջնադարն է։ Չունենք որևէ խեցեղեն այդ ժամանակաշրջանով թվագրվող, բայց ունենք զարգացած միջնադարին բնորոշ ջնարակած խեցեղենի բեկորներ, կանթեր, հատակներ սափորների, կղմինդեր, այսինքն ավելի այսպես զարգացած միջնադարում, թե գործել է եկեղեցական համալիրը, թե դա այլ կառույցների եւ մշակութային գործունեության
արդյունք են, մեզ համար մի փոքր անհասկանալի է, որովհետև կամ դեռ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև հենց նույն բազիլիկ եկեղեցու խորանի դեմ դիմաց սալահատակի մեջ մենք բացել ենք թոնիր։ Այսինքն ինչ որ մի ժամանակում եկեղեցին այլևս դադարել է իր բուն ֆունկցիոնալ նշանակությունից եւ վերաիմաստավորվել է եւ վերակառուցման է ենթարկվել կամ օգտագործվել է այլ նպատակներով։ Բազմաթիվ ճարտարապետական դետալներ խոսում են հենց այն մասին, որ մենք գործ ունենք բավական գեղեցիկ եւ արտաքինից եւ ներսից զարդարված եկեղեցական համալիրի կամ նրա առանձին եկեղեցիների հետ։ Եթե այսպես քննարկենք առանձին եկեղեցիները, կանգունը, որ նաև այսպես մասշտաբային երևում է, եռախորան եկեղեցին է, որը իր ճարտարապետական առանձնահատկություններով տարբերվում է հայկական ճարտարապետության պատմության այլ եռախորան եկեղեցիներից։ Սա միակն է, որ առնված է արտաքուստ ուղղանկյուն կառուցվածքի մեջ, շինության մեջ, ծավալի մեջ։ Այսինքն մենք չենք տեսնում նրա թևերը, այլ տեսնում ենք ուղղանկյուն մի շինություն, որից դուրս են եկած խորանները կամ աբսիդները։ Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, որ մենք տեսնենք եռախորան եկեղեցու վրա, ծիծեռնակապոչ ճարտարապետական դետալներն են, քարերն են, որոնցից շատ կան եւ գմբեթի վրա եւ տարբեր հատվածներում, որոնք 4-5-րդ դարերին բնորոշ ճարտարապետական լուծումներն են։ Միանավ սրա եկեղեցին առանձնանում է իր բարավորի վրա կտիտորական հայտնի քանդակով Մարիամ Աստվածածինը, Քրիստոսի հետ մանուկ, երկու կողմից հրեշտակներ, այլ մնացած աղճատված քայքայված են չի երևում։ Սա ամենավաղ պատկերներից մեկն է, որ մենք ունենք Մարիամ Աստվածածնի եւ կտիտորական քանդակներից մեկն է։ Մենք մեր ուսումնասիրությունների ընթացքում աղաշերտի տակից հայտնաբերեցինք քառակող սյան բեկորներ, որտեղ նույնպես կա Մարիամ Աստվածածնի պատկեր։ Անվանի ճարտարապետ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը իր հայկական ճարտարապետության պատմություն աշխատության մեջ նույնպես անդրադառնում է եկեղեցու առանձնահատկություններին, նշելով նաև մի ինքնատիպության մասին։ Անգմբեթ մնացած ութնիս թմբուկը դրսից պարզ ձևեր ունի, նման նույն դարաշրջանի մյուս հուշարձանների թմբուկներին։ Արտասովոր է թմբուկի ներսը, գմբեթատակ քառակուսու անկյուններում տեղավորված սովորական ձևի կամարակապ տրոմպներից վեր, թմբուկի նիստերը մշակված են գմբեթարդներով ավարտվող ու կամար աղեղներով պսակված կիսաշրջան որմնախորշերով։ Դրանցում մեկու մեջ երկրի գլխավոր կողմերն ուղված նիստերի որմնախորշերում տեղավորված են մեկական կամարակապ, դրսի ճակատներում քանդակազարդ կամարունքերով պսակված լուսամուտներ։ Կամարաղեղներից վեր գմբեթի շրջանաձև հիմքում շարված են միակտոր քարից կերտված անկրկնելի մոտիվներով քանդակազարդված 8 տրոմպներ, որոնց ձևերն ու մշակումը եզակի է վաղ միջնադարյան հայ ճարտարապետության մեջ, գրում է Վարազդատ Հարությունյանը։ Պեմզաշենի եռախորան եկեղեցու մասին հետաքրքիր տեղեկատվություն կա նաև ճարտարապետության պատմաբան Վահագն Գրիգորյանի Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները աշխատության մեջ։ Հուշարձանը կառուցված է սև եւ կարմիր սրբատաշ տուֆի մեծադիր քարերից, կանոնավոր շարքերով, որոնց վրա կան 45 աստիճանի եզրակոսներ եւ բազմաթիվ նշանագրեր։ Խաչաթևերի 4 անկյուններում տեղադրված են եռահարկ, հատակագծում ուղղանկյուն փոքր սենյակներ։ Հուշարձանի արտաքինից ուղղանկյուն ծավալը պսակված է հորիզոնական քիվով։ Վերջինը ստորին մասում տրամատված սալ է, հարդարված զույգ կիսագնդիկներին հենված պայտաձև կամարիկներով։ Առանձնակի մշակում ունի թմբուկի քիվը, որը իր ոճով զատվում է հիմնական ծավալի քիվից։ Թմբուկի լուսամուտներ չունեցող նիստերի վրա զետեղված են մեկական ծիծեռնակապոչ քարեր, գրում է Վահագն Գրիգորյանը։ Բազմաթիվ են հավասարաթև խաչերը եկեղեցու վրա, որոնք նույնպես խոսում են նրա վաղ լինելու մասին, դրանցից այսպես հանրահայտը պարզը եւ աչքին տեսանելին սա է։ Ունենք խաչքարների բազմաթիվ բեկորներ, որոնք էլի ավելի ուշ շրջանի խաչքարներ են եւ 4-5-րդ դարով չեն, բայց 4-5-րդ դարով ունենք քառակող սյուներ
որոնք 4-ից մինչև 5-րդ դար խաչքարի նախատիպեր են կամ ավելի վաղ շրջանի ճարտարապետական առանձնահատկություններ են, հատկապես Շիրակը եւ Արագածոտնի մարզում դրանցից շատ ունենք։ Այստեղ նույնպես ունենք հավասարակողմ խաչերով քառակող կոթող եւ ահա մեր վերջին գտած ճարտարապետական դետալը մանրամասնվածացնի, հիմա գրչանկարման փուլում կամ լուսանկարներով պիտի հասկանանք ձեռքին Քրիստոսը երևում է թե չէ։ Բավական հետաքրքիր են, որ պատուհանները, որոնք կան, բոլորը երեզված են երիզներով եւ բավական հետաքրքիր էլի քանդակներ ունեն իրենց վրա եւ սրանք բարձր կատարողական վարպետություն ունեն։ Անցքերը, որոնք տեսնում եք, հրացանների կրակոցներ են, ամենայն հավանականությամբ 1800-ականներ, 1900-ականների սկզբի հայտնի հայ-թուրքական, հայ-թուրքական բախումների հետևանք են։ Եկեղեցու հարավ-արևելյան եւ հյուսիս-արևելյան անկյուններում բացվեցին սարկոֆագային թաղումներ, սարկոֆագները բաց իսկ սարկոֆագների տապանակայերը քիչ հեռավորության վրա հայտնաբերվեցին։ Հաշվարկների չափումների հետ կապված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ կարծես երկու տապանակայերը հենց սրանցն են։ Աշխատանքների ընթացքում նաև մտածում ենք ծածկել։ Իսկ վրաները արձանագրություններ կան, մեկը հստակ եւ շատ հեշտ ընթերնելի էր, արագ կարողացան կարդալ Սամսոնն էր, իսկ մյուս երկուսը մի քանի տող են, բավական նաև վատ պահպանված, քայքայված տեղեր ունեն, գրչանկարվում են հիմա, որպեսզի ընթացքում նաև դրանք մասնագետների նաև օգնությամբ մեր գործընկերների ընթերցենք ու հասկանանք գուցե թվագրություն, գուցե նոր անուններ, որոնք կարողանալու ենք զուգահեռներ անցկացնել ու տանել։ Երեք հարկանի թաքստոց սենյակներ են, ճկնելու, չգիտեմ, գույք պահելու, անհրաժեշտության ժամանակ իրենք պատը սպառվելու եւ այլնի համար։ Նաեւ ճարտարապետական առանձնահատկություններ են մասշտաբ, գումարած թեթևություն, ծանրություն թեթևացնելու համար։ Եկեղեցական համալիրի հյուսիսային հատվածում մենք ունենք նորից փոքրիկ սարկոֆագային թաղում, որի մի հատվածը եկեղեցու պատի հենց հետ է հանգնում։ Գուցե այսպես անցկացրել են տակը, բայց ամենայն հավանականությամբ թաղումը եղել է հետո նոր եկեղեցին կառուցել են։ Դա ավելի լավ երևում է հենց բազիլիկ եկեղեցու դեպքում, երբ մենք ճարտարապետական բազմաթիվ առանձնահատկություններ ենք տեսնում, երբ որ ստիլոբադի մի հատվածը, հարավային հատվածը գտնվում է սրա եկեղեցու հիմքերի վրա եւ նստած է եկեղեցին դրա վրա։ Կարող ենք բարձրանալ հիմա տեսնել։ Այս հատվածում մենք տեսնում ենք հնգաթև աբսիդացումը եւ կլորացումը, բայց այս հատվածում մենք հիմա կտեսնենք եկեղեցին նստած ստիլոբադի վրա։ Այսինքն ավելի վաղ սա է եղել, հետո բնականաբար այս մյուս եկեղեցիներն են կառուցվել եւ համալիրեր եկեղեցական համալիրը։ Մենք ունենք էլի հավասարաթև խաչեր դետալներ, որոնք առանձին են, դատարկ սարկոֆագ ունենք ու թոնիրը, որի մասին խոսում էի ավելի ուշ շրջանի շենքի վերաօգտագործման, շինության վերաօգտագործման մասով։ Ինչն է ինձ շատ զարմացնում, նաև հիացնում ավելի շատ, քարերը պարզապես քարեր չեն։ Յուրաքանչյուր քարի վրա ինչ-որ մի դետալ կա, ինչ-որ մի զարդանախշ կա։ Իրոք իշխանական կարծես շինություն է եղել ժամանակին։ Էլի հիշենք Ալիշանին, ով նկարագրում է եկեղեցին, ասում քանդակները հարիր կայան է եկեղեցուն։ Այսինքն խոսքը գնում է Էջմիածնի եկեղեցիներից։ Իրականում վաղ շրջանի կառույցները հստակ չեն կարող ասել, մեկը շատ ունի, մեկը քիչ։ Ճարտարապետական առանձնահատկություններից նաև այն ֆինանսները, որոնք ներդրված են եղել եկեղեցու կառուցման մեջ, որովհետև ամեն մի ճարտարապետական դետալը դա վարպետ էր, դա գումար էր, հետևաբար կարծում եմ այն իշխանական տունը, որ հովանավորել է այս եկեղեցու կառուցումը, բավական հարուստ էր եւ միջոցներ չէր խնայելու։ Իդեպ տարածաշրջանը, Պեմզաշենը հենց բազմաթիվ արդեն զարգացած միջնադարում բազմաթիվ հետաքրքիր եկեղեցիներ ունի, Եվանական համալիրներ եւ առանձին եկեղեցիներ, որոնք նույնիսկ զարգացած միջնադարի համեմատությամբ են բավական ճոխ։
հողի հեռացման, հնարավոր հնագիտական շերտերի եւ ճարտարապետական բեկորների բացահայտմանը զուգահեռ մենք ունենք բավական քանակությամբ նաեւ կավամանների բեկորներ, կղմինդրի մնացորդներ, որոնք նույնպես գալիս են որոշակի թվագրելու հուշարձանը, բայց ոչ 4-ից 7-րդ դարերով, այլ ինչպես ասեցի, ավելի ուշ շրջանի են, զարգացած միջնադար 12, 13, 14-րդ դարերով են թվագրվում, ինչը խոսում է այն մասին, որ հուշարձանի տարածքը շարունակել է բնակություն ունենալ եւ ցավոք սրտի մեզ չունենք եկեղեցական որևէ գույք։ Մենք ունենք ծածկի հատվածներ, կավի կղմինդրի հատվածներ են, այսինքն ծածկասալերն են, որոնք օգտագործել են տանիքը ծածկելու համար։ Դրանք մի քանի այսպես տարբեր մեծության բեկորներով են, նույնիսկ ունենք շաղախի մնացորդները, որոնք դերևս միջնադարում պահպանել են։ Հիմա սա 12-րդ դարին է վերաբերում, ավելի ուշ թե շուտ, մի քիչ դժվարանում ենք ասել, որովհետև կառուցման եւ պատրաստման տեխնոլոգիան նույնն է եղել։ Դրա հետ զուգահեռ ունենք ճակատկալները, կղմինդրի հատվածների, որոնց էլի շատ գեղեցիկ զարդաքանդակներով կենտրոնում նաև խաչի պատկեր ունեն։ Ունենք մի քանի բեկոր կավե խողովակների մնացորդների ու բավական մեծ խողովակներ են, տարածքից ենք հայտնաբերել։ Հստակ թվագրվող մի քանի առարկաներ ունենք, դրանք կավամանների խուփեր են, բռնակներն են պահպանվել, իրենք ավելի մեծ պիտի լինեն խուփը պահելու։ Նման խուփերը անվանում են մասնագիտական գրականության մեջ աղջիկ, իսկ մյուսները անվանում ենք տղա։ Ունենք 1-2 բեկոր ջնարակ դերևս, էլի գույնը եւ ձևը խոսում են այն մասին, որ սրանք էլի զարգացած միջնադար են։ Կարծես թե այսպես քիչ թե շատ ամբողջական մեր առարկան որ ունենք, փոքրիկ էս աղամանն ամենայն հավանականությամբ, որը բավական խիտ մրի հետքեր ունի իր վրա պահպանված, այսինքն այն հատվածը, որտեղ մենք աշխատում ենք եւ հանեցինք, կրակի մոխրի շերտ կար, գուցե նաեւ ինքն է ժամանակի ընթացքում հրդեհի արդյունք դարձել եւ այլն։ Բազմաթիվ նաև կենտրոնական մարդկային ոսկորների մնացորդներ ունենք, խեցեղենի մեծ քանակություն, բայց հետաքրքրությունը մեր ունկնդիրներին սա կլիներ, որ ցույց տվեցի։ Ուսումնասիրությունները շարունակելու ենք, դեռ կամերալ աշխատանք կա, արձանագրությունների ընթերցում կա, ի վերջո տապանակարերն են գտնելու, բավական հետաքրքիր ճարտարապետական դետալներ կան, որոնք շարունակական պիտի գանք նայենք։ Պես պատերին կարծես թե երևում են վարպետների նշաններ, բայց եւ դրանք նաև հիշատակվում են մեր ուսումնասիրողների մոտ, բայց ավելի հստակեցնելու, թե որոնք են, արդյոք դրանք նոր շրջանի ինչ-որ վանդալիզմի կամ ինքնագործունեության արդյունք են, թե իրոք վարպետների նշաններ են, անուններ են, սրանք արդեն դերևս ուսումնասիրության փուլում պիտի լինեն։ Ես շատ եմ սիրում մեր գեղը։ Մեր գեղը կան շատ եկեղեցիներ։ Սա մեր գյուղի ժամն է, հնագույն ժամն է։ Այստեղ եղել են հարսանիքներ, կնունքներ եւ ամեն շաբաթ կիրակի օրերը անցկացնում են պատարակներ։ Ինձ մի անգամ դասից կուկար, ինձ հարցրեցին, թե այստեղի մոտ եկեղեցին կարող եք ասել տեղը, ես ասեցի, սենց ուղիղ կգնաք ժամն է, անունը եկեղեցու անունը ժամ է։ Եկեղեցին կառուցված է 5-ից 7-րդ դարում, ես իշխանոր 65 տարեկան եմ, ես արդեն մի 10 տարի է, որ նպատակին է ծառայում եկեղեցին, առաջներում եղել է սոխոզի, կոլխոզի պահեսներ կան, մաքրում ենք, հիմի շատ լավ է, եթե վերանորոգվի եկեղեցին, հոյակապ բանտեր, Պեմզաշենի մար։ Եկեղեցին սիրված վայր է տեղաբնակների կողմից ու սպասելիքները մեծ են կապված հուշարձանի վերականգնման հետ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պահպանության ծառայություն պողակի կողմից իրականացվող հնագիտական պեղումներն արդեն հուսադրող են ու նոր կյանք ստանալուց հետո հաստատապես այս ինքնատիպ կառույցը իր ուրույն տեղը կունենա Շիրակի տարածաշրջանի զբոսաշրջային երթուղիներում։ Բաց երկնքի տակ Պեմզաշեն եկեղեցական համալիրներ։